Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, հարգելի ժողովուրդ, սիրված ժողովուրդ, տարբեր դասակարգի մեջ մտող ժողովուրդ։ Նախ տեղեկանում եմ, որ սահմանամերձ գյուղերում ապրող գյուղացիները միտինգ են անում, կռիվ են անում, որ իրանց անասուններին ադրբեջանցիները չեն թողում, որ արոտավայրերում արածեն։ Պիտի ադրբեջանցիները ձեզ չթողան, որ դուք արածեք, ոչ թե ձեր անասուններին։ Որտեղ Նիկոլ եք Պաշտոն, խոսքը մնաց, ովքեր Նիկոլա Պաշտ են։ Բայց Նիկոլ եք Պաշտոն, Նիկոլ եք Գովան, բայց դուք ուզում եք, որ ադրբեջանցիները ձեր անասուններին թողան, որ արածեն, վաղը միսօր ձեզ են այդտեղից։ Լավ, չի ուզում շեղվեմ Նիկոլա Պաշտ անասունների վրա, դրանք իրանց գլխի գալիքը կզգան մոտ ապագայում, որովհետև մի մարդ, որ գնա, զենտա մի մարդու, ում ազգանունը Նիկոլ Փաշինյան, ում բերանը ոչ մի դուս խոսք չկա, կնմա ռուսների մոտ ռուսերին ասեմ, ես ձեզ եղած-չեղածը գլգլ անեմ, կնմա եվրոպացիների մոտ եվրոպացիներին անեմ, ես ձեր եղած-չեղածը գլգլ անեմ, գալմա այս ամերիկացիքի մոտ սրանց ասեմ գլգլ անեմ, սաղին խապեմ, չոր մսեմ, իարեմ ու խապեմ, էլ ինք հետ կան խելքով ալ։ Սրանց ուրիշ բան ասեմ, ռուսերին ուրիշ բան ասեմ, չի ասեմ, ախր ես խո Փչան Թոդորոսը չեմ, գալու եմ մի գեղեցիկ բան, որ աջ, ձախ, ինչ, բան կամասուտրայի բան պոզակա դնելու են տնով, տեղով ընտանիքով շինեն պրեն արևի տակ, վինակ խապես, ռուսերին խապես, եվրոպացիքին խապես, ամերիկացիքին խապես, միջև իչում ծծում, Նրանք և թալնելու էտի, իսկ թվում է բլիժաշեմ բուդուշեմ, բայց թող պարլամենտական այսպես կոչված անդիմությունը չուրախանա, որտև իրանց էլ ծծում։ Անել չի, որ էտայան պիտի մնան, կան իշխանության, Տաշի Սամոյի նման տուպոյ գանդոնը պիտի գա իշխանության։ Տաշի Սամոյի միտս ընկավ։ Ու այնքեր Հովիկ Աբրահամյան, էտո մեր Հովիկ Աբրահամյան։ Այսօր էլ հայտարարել են, ցույց են տալ են, որ ձերբակալում են էտա արգամիկ, տապինգերին ռեգալան տարան։ Բանում, սպանության փորձ պատվիրելու համար, սերի ժողովուրդ, էտա Վարդան Ղուկասյան, երբ դրա մասին խոսացել, տարիներ առաջ, իմ հաղորդումներից մեկի ժամանակ, ես անդրադարձել էի այդ դեպքին, որ Հովիկ Աբրահամյանի տղեն, մեր արգամեն, մատը խառնա ինչ-որ մի հատ վիժվածքի սպանության մեջ, բարից ամենաբուն իմաստով վիժվածքի, եմ որ ասում է, ես օբյեկտիվ մարդ եմ, չտա, ահա, մենք անդրադարձել էինք նրան, որ վարորդը, տոլախրանիկը լավ չեմ հիշում, ներող եղեք, էտա վեկալ է ու ծծրել է ինչ-որ մի հատ գանդոնի, բարից ամենաբուն իմաստով, սեկտայի ինչ-որ կյանքի խոսքեր, խեղի խոսքեր, ինչ-որ այդ ինչ-որ մեծ սեկտայի լիդեր, որը որ լվացել էին Հովիկ Աբրահամյանի հարսի ուղեղը, տվյալ դեպքում արգամիկ ընկա, այդ եթեր կա, ինտերնետ պոբնից սոկ, տեք, հլա մի հատ, հլա, ես խտրած կլնեմ, որ էտա մեր բլոգերնիքը կամ մեր ադմիննիքը կամ իմ հետևորդները կցեն այդ եթերը, կա այդ եթերը։ Մենք մանրամասը խոսեցինք այդ եթերի ժամանակ, որ հարսի ուղեղը լվացել են, էտա մեր դոդյախ չկա։ Դե, ինչ չկա, սիստեմատիկաբար բան են ան, կթմեն, ես աղջիկն էլ կգնաս, արած, դրած, Հովիկ Աբրահամյանի արդար քրտինքով, պամիդորները վաճառած, էտա գումարնիքը բերեմ կողմ ես սեկտայի մոր դլոն։ Բնականաբար, մեր Հովիկ Աբրահամյանի տղեն էլ սիստեմատիկաբար զգուշացրել է այդ սեկտայի խախպի տղուն, որ տղա ջան, աղջիկ ես կթե ուղեղը լվում ես, յանտու, ինչ էլ են ասեցին ինչ-որ սիրային կա, բան սուտա, տես բան չկա, ով տես բանագրե բոզի տղա է, ես տես բան չեմ ասել, և չէի կարող ասել, երկրորդով որ տես բան ասել, թե մտում արգամի կնիկ սիրային կապի մեջ աղեղը ինչ-որ բան, էտ էլ լկտի սուտ, այդ էլ լկտի սուտ հավ, բոզի տղություն, չէ, Просто հավատացել ուղեղը լվացել են, Հիսուս Քրիստոս, բլա, ես էլ ինչ չկա տարետավ է, այդ սեկտայի ղեկավարին։ 1, 2, 5 տաս, ես հիշում եմ եմ եթերը, զգուշացել են չխասկնալի ղեկավարն, վերջում եղել է, այն ինչ-որ եղել է։ Բնականաբար, Հովիկ Աբրահամյան, եթե իշխանության լիներ Վարդան Ղուկասյանը, անպայման պետք է ուսումնասիրվեր այս հանցագործության պատճառը հետևանքային կապը։ Ինչի համար էտա քո տղեն որոշում կայացրեց լիկվիդացնել այդ բոզի տղուն, որտեղ էլ է բոզի տղան, միանշանակ։
անպայման կուսումնասիրվեր պատճառահետևանքային կապը եւ բնականաբար իրավաբանությունը նաեւ թելադրում է, եթե պատճառահետևանքային կապը լուրջ հետևանքային կապը չի կարող լինել այն պատիժը, որ նախատեսում է առանց պատճառահետևանքային կապի, բայց չնման թիզուկեսը չասկցավ։ Եվ ընտրությունների ժամանակ գնացել մտել էր Տաշիրի ոռը, Տաշիրը չէ ֆինանսավորը, ընկեր Հովիկ Աբրահամյան։ Դե հիմա ֆինանսավորել է, դա մեր Անդոյ եւ գլխավոր դատախազության Պորրո Աստղ Աննա Վարդապետյանը երկուսով համատեղ Նիկոլետ միասին եկալան գերին տպինքո գադուն, եկալան տարան։ Ну, պատվիրատուն как минимум 15 տարի լիշեյնի սվաբոդի, դա как минимум։ Բայց կարող է տան 20 եւ այլ, ով դրա մեղավորը, իհարկե դու Հովիկ Աբրահամյան, որտեղ եթե դու չմտնեիր Տաշիրի հետ անցքը, քո տղում այսօր չէին հիշի, որտեղ դեպքի իշխանությունները վաղուց են ունեցել ձեռի տակ, ասեմ ես այդ դեպքի մասին խոսել եմ, չես կարող ասել չէ, դու անձամբ այդ հաղորդումը լսել ես, դու քո տղեն, քո կնիկ, քո բարեկամություն, լսել են հաղորդումը, որտեղ ինձ բանը քրիսիկն եկավ ասեց Հովիկ Աբրահամյան լսել է, արգամ լսել է, խառնվել են իջ, այդ ինֆորմացիան որտեղից, բլա բլա, ես հիշեցի սահմանրամասները։ Բայց հետաքրքիրը նա է, որ իշխանությունը միայն տարիներ անց եկավ կպավ, ինչի կպավ, որովհետև քաղաքական ուղղվածություն տեսավ, որ դա քյոնտալիկ ֆինանսավորում Տաշիր։ Քո խեռին պետք է։ Հələ ասած եմ Հովիկ Աբրահամյան, ինչ է ֆինանսավորում Տաշիր, դու սիրում Տաշիր։ Հիմա ինչով քեզ պիտի օգնի Տաշիր։ Դա պարլամենտական ընդդիմություն, թողնի։ Դա ընկեր հասաբուրգեղենն հիմա թոքո տողուն օգնեն, ասեն ընկերներ ջան, լավ գյուլելա, մի հատ եկեք հələ վեկալենք նայենք պատճառահետևանքային կապը։ Խի։ Գոնե մի հատ բառ կարտաբերեն, խեռի գլող կարտաբերեն։ Դու ինձ մի կոպեկի լավություն, օգնություն ալած կաս Հովիկ Աբրահամյան, ոչ, բայց ես օբյեկտիվ մարդ եմ։ Այդ իմ դժբախտությունն է, որ ես օբյեկտիվ եմ։ Հիմա ես չգիտեմ ինչ կանի Աննա Վարդապետյան քո տղուն։ Ծլիկով կանի կդնի բերան։ Դա պատկներով, թե ինչով, դա ասեն քո խնդրեմն է։ Ոնց քակը կերել ես, դեմա մարսի։ Հիմա դու Տաշիրն ինչ-որ մի ձև գոնե մինիմալ պատիժ տան, ասենք ինչ ասեմ, 10-15 տարի կամ ցմա կամ գոնե դա մինիմալը տան։ Երբեք կողոսնելու են տղետ գնա։ Ասում Что я там буду делать? Собирать снег. Что, весь? Да, весь. Айна կոտղենք է թանցուն հավքելու։ Չի կարելի, սիրելի օլիգարխներ, չակերտների մեջ, ես ձեզ տնեմ լակիրովը նիտակաղան։ Չի կարելի, պետական շահը, հայրենիքը, չգիտեմ հայրենասիրությունը բարձր դասել անձնական շահից, ես մեր ասել, դեկա դուք չեք հասկանան։ Ոչ եթե կհասկանա Տաշիր, ոչ եթե կհասկանա Դոդն, ոչ եթե կհասկանաս դու, որովհետև ձեզ տարել է փողի նկատմամբ անսպառ փաբագը։ Բոլոր օլիգարխների մոտ է այդ նույն վիճակը։ Ինչքան էլ որ դուք միլիոններ, միլիարդ ունենաք, մեկը ձեր աշկը կծմեք, ունևորի մեջ կերպանեն 1000 դրամի։ Էդ եք տարեք։ Էդ եք դուք։ Դրա համար եկնային գրասենյակ, հատիկ, իջում ծծում։ Հատիկ։ Ձեր ինչ բան ու գործնա քաղաքականությունը, ձեր ինչ բան ու գործնա պոլիտիկայ, հենա մտել պոլիտիկայ։ Օգնից ֆինանսավորեցիր, ձայներեք հավքն, էտա գեղով, մեղով, Տաշիրի կընտրեն, դեմա կակասպեչ, ընկեր Հովիկ Աբրահամյան, լավարին տպինգետի տալ։ Ստեղել ասում են դոդի պեսա կողեմ, այդ հանգամակը, պրոստը տահաճությունը նա է, որ հիշեցին նոր, վասա ուկասանի ժամանակ վաղուց գային կվեկալեն կտանեին, բայց հաշվի կառնեին պատճառահետևանքային կապը։ Եվ բնականաբար չի լինել մաքսիմալ պատիժը, որը որ այսօր տալու են քո տղուն, որովհետև այն կողմը գոզի տղա է եղել, միանշանակ, բայց դա չի նշանակում, որ պիտի ջուլեին, էդ էլ մի անգամից ասեմ էլի։ Բայց հիմա ընկեր գլխավոր դատախազ, հարցես, ինչի նոր հիշար Աննա Վարդապետյան, դու դրա մասին չգիտեիր, իհարկե գիտեիր, բայց ինչի նոր հիշար, ստեղել կա քաղաքական պատվեր, որովհետև եթե գնում էր պատժելու մասին խոսքը, դուք պիտի գայեք այդ տղու հետևից վաղուց մի 3-4 տարի առաջ երևի, как minimum, կամ եթե չեմ սխալվում, կարող եմ քիչ չափազանցնում եմ, բայց ավելի շուտ պիտի գայեք, բայց ոչ, ասենց է այդ իշխանություն, ասենց է, իսկ ինչ վերաբերում քաղաքացիներին, որոնք որ հիմա ընկած են բավականին ծանր վիճակի մեջ, նամանավան բիզնեսմեննիքը,
որոնք զուկ էին արտահանում, ծաղիկ, սիգարետ, խմիչք եւ այլ։ Это только цветочки։ Դուք շարունակելու եք սեկել ու սեկել։ Ոչ տաշիրականները, ոչ ռոբիկականները, ոչ դոտական չկա այլևս, ոչ նիկոլականները երկիրը այս վիճակից դուրս բերող չեն։ Որովհետև նրանցից յուրաքանչյուրը, ես ասել եմ իր կրկնում եմ նորից, մտածում է անձնական կերպանի, անձնական եկամտի մասին։ Նրանք թքած ունեն ձեր վրա, ձեր ֆինանսական վիճակի վրա, ձեր ընտանիքների վրա, ձեր չունևոր հանգամանքի վրա։ Այդ ելույթները պարլամենտը, որը այդ ունենում են նեռ ասելով, դուք արդեն քանի տարի, 8 տարի տենում եք այդ ամենը։ Fake news, ասում է մարդամեկը։ Ինչ ասեմ, շարունակեք վայելել այս ծանր տնտեսական վիճակը, որը պետք է խորանա, նամանավանդ երբ որ եկավ ձմեռը, շարունակեք վայելել այս աննորմալ թանկացումները, որը ոչ մի կերպ չես հասկանում ինչով է պայմանավորված, եւ պետությունը ոչ մի հսկողություն չի իրականացնում դրա վրա, տավարի միսը տվել հասել է դամա, եւ ինչն է հետաքրքիր, որ այս իշխանությունը փուլ առ փուլ փորձում է իրականացնել գողանալով Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրի որոշակի դրույթներ։ Եվ ինչ ծրագիրը գողանալով փուլ առ փուլ ինչ-որ բաներ է փորձում իրականացնել։ Հիմա էլ դեռ ասում են ուսուցիչները պիտի ատեստավորում ասեն։ Մթում ուսուցիչ ունենք խելգախին, 70%-ը ագարկա է, քաղաքական, մի հատ էլ պիտի ատեստավորում ասեն ուսուցիչները։ Խայտարակություն։ Էլ դպրոց չմնաց, կրթական օջախ չմնաց, սաղ փագին, գմփցրին, ավիրին, մեզ պետք չի բնկրթություն, մեզ բանը պետք չի գյուղերում դպրոցներ, գյուղի երեխեքը ձուն ձմեռնոցը պիտի գնան 10 կիլոմետր, 7 կիլոմետր կողի դպրոցը, ինչի համար չգիտես, ինչի է գյուղը դատարկվում, որովհետև գյուղացիները արդեն ցել չհասունացան, գյուղացիների գերակշիռ մասը շարունակ մտածում է իր օրվա լափի մասին, լափը լինի, ճոխը մնացած, մենք զբաղվենք պոլիտիկայի, դուք չզբաղվեք պոլիտիկայի զբաղվել ձեզնով, չի կարող մարդը չզբաղվել պոլիտիկայի, չի կարող, որովհետև եթե քեզ չի հետաքրում քաղաքականությունը, քեզ չի հետաքրում վաղը ով է քեզնով կառավարելու, դու թքելու ես ասոյի փայտիկին, յուրաքանչյուր մարդ գոնե պետք է ունենա տարական գիտելիք, քաղաքական գործի կամ քաղաքականության վերաբերյալ, որպեսզի վաղը չհայտնվի անելանելի վատ վիճակում։ Ինքը պիտի հասկանա ում է ինքը ընտրում, ինչի է ընտրում, այդ մարդը ինչքանով է դուզ, ինչքանով է դուս խոսանք, չգիտեմ, պարզ խոսքի տեր մարդ, իա խոսքի տեր մարդ, ոչ թե գնալ մայկա տրուսիկ լիպչիտի համար զենտալ տաշիրական գանդոններին կամ ռոբասերժական խախպի տղեկին, վերջում ասել կամ նիկոլական չակախի սերոտներին, կամ վերջում ասել եղավ են ինչ-որ եղավ, ինչ-որ գագիկ էր, ինչ քերես կլոկ էր, 5-րդ հորիզոնական էր բռնե, ուր է այսօր էտի, ուր է, այդ որտից հայտնվավ, կամ են Թաթոյան, Ընտրություն է 18 հատ, 17 գանդոն լծման քաղաքական դաշտ։ Հիմա ուր են դրանք։ Չկան։ Ընտրությունից ընտրություն, քաղաքական գնչուների նման, կան լծվեն, ձայներ փոշիացնեն, ասեք, վայ, ես ինտելիգենտ տղա է, պետք է յանձեց, ալինքը կֆուր չի տալեմ, ուր է այդ ինտելիգենտ բոզի տղեն ես հոր։ Գագիկ ես, ուրեն ես ինչ խերыз կլող է, ուր է այդ ղաղթ տղեն, ուր է այն Թաթոյան բոզի տղեն, ուր են դրանք։ Որ մեկի խերրն եք դուք պետք։ Ընկեր նավեկը հացաբուրգեղենին, որ 100,000 դրամով բերիք մցերիք պարլամենտ, ինչ անեմ այսօր։ Եկե մտել է պարլամենտ, որ ինչ անի, ոչ մի օրենք ոչ կարող են ընդունեն, ոչ կարող են օրենքի դեմը առնեն, ոչ կարող են ինչ-որ մի հատ դրական հարց լուծեն որևիցե մեկի համար, որ մեկը, որ Վարդան Ղուկասյանին բռնաբարը մեկ, կանալիզացիան չաշխատեմ, լիֆտը չաշխատեմ, չգիտեմ, ջուրը չռմա, զիբիլը չեն տանում, էսի չի խփին Վարդան Ղուկասյանը զանգեր, ղժար, ճվար, խերրեջ, բշտեր, կոկորտը մաշացներ, ձեր հարցերը լուծեր, այսօր դուք հելա գնացիք ընտրեցիք այդ բոզի տղեկին։ Հիմա էլ ասում եք Վարդան Ղուկասյան մեծ երեխի։ Թանգանամա այս սալում դպրոցը բմփագին, չգիտեմ, չեն կարող ընտանիք պահենք եւ այլն եւ Ռուսաստանից դեպորտ են անում, ամեն տեղից ծցնում են, ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում։ Հովիկ Աբրահամյանի նման ուղեղ ունեցողները տաշիրեք ձեն տալը, թե գնացեք ձեն տվեք։ Նիկոլեկ ձեն տալը, թե գնացեք ձեն տվեք։ Հələ մի քիչ էլ վայելեք, հələ մինչև էսա ձմեռը գա, տենակ բան ժամանակի չկանում։ Էս է ուզում ասացելնեի, եւ բնականաբար չի կարող չանդրալ նաեւ կաթողիկոսին, որ արդեն կանչել են դատարան, մի անլեզու հայվանել է տա։
Չեմ բացառում, որ մի գեղեցիկով նաև կաթողիկոսին դատեն։ Դե եթե մարդ քակակեր է, պիտի դատվի, բայց բաներ կա, որոնց չպետք է կպնել։ Դա էլ ասեմ։ Բայց թե նիկոլականները քանի որ չունեն ոչ մի կարգի սրբություն, նրանց համար սրբությունը կիսալուսին ու աստղն ամենակ ուրիշ ոչ մի բան, այնպես որ վայելեք։ Սա է ուզում ասեի ամենայն հարգանքով, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այսքան։ Աշխարհում կարծես թե ամեն բան շարունակում է մնալ խառը, ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է եւ այն դեռ մոտ ապագայում կարծես թե չենք էլ տեսնում, որ կավարտվի։ Միևնույն ժամանակ նաեւ Իրանի եւ Ամերիկայի հակամարտությունը նույնպես չի ավարտվում։ Այդտեղ նույնպես կարծես թե նրանք չեն կարողանում լեզու գտնել միմյանց հետ։ Այդտեղ կարծես թե պտտվում է երկու վարկած կամ մոտ օրերս կամ շաբաթներում ամենաշատը նրանք կարողանան ամենայն դեպքում լեզու գտնել կամ էլ հնարավոր է վատագույն սցենար լինի եւ ամերիկան ցամաքային զորքեր մտցնի Իրան, բայց այդ տարբերակը քիչ հավանական է։ Իսկ ինչ վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմին, այդտեղ ընդհակառակը հակամարտությունը կարծես թե գնալով ավելի ու ավելի է խորանում, ուկրաինական անօթաչու թռչող սարքերը կարողանում են արդեն ներխուժել Մոսկվա եւ այդտեղ վիճակը կարծես թե գնալով ավելի ու ավելի է խառնվում իրար։ Կտեղադրեմ վիդեո շուտով իմ ալիքում, քննարկենք եւ հասկանանք միասին։